Բարի առավոտ, օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս, այս առավոտը, որ Աստծով է արարված, թող օրհնված լինի, Աստծո փառքի համար լինի, թող Աստծո բժշկությունը հասնի, Աստծո լույսը, սերը լցվի մեր սրտերում և փոխի մեր կյանքի ընթացքը, ցարիքից հետ դառնանք բարիքի։ Ողորմած Տեր Աստված, խնդրում եմ յուրաքանչյուրիս համար, խնդրում եմ ընտանիքիս անդամների համար, հարազատներիս համար, լսողների ու նրանց ընտանիքի անդամների համար, որպեսզի դու անտեղյակության, տգիտության և ինքնասիրահարվածության քողը պատռես ու հեռացնես մեր վրայից, մեր սրտերից, մեր մտքերից և խնդրում եմ, որ դու յուրաքանչյուրիս քո ողորմությամբ ցույց տաս մեր հոգիների, մեր սրտերի իրական իրավիճակը, որ մեր սրտերի հասկացողությունը բացվի, որ մեր միտքը լուսավորվի, մեր սրտերը, հոգիները ազատագրվեն կուրությունից, որ մենք գիտակցենք, ընկալենք, տեսնենք, թե ինչ աննկարագրելի չարիք է մեղքը մեր կյանքում, որ մեղքի մեջ ոչ մի լավ, բարի, հաճելի բան չկա, որ մեղքով սատանան բռնում է մեզ, խաբում է մեզ, մեղքով քո զայրույթն է շարժում մեր վրա և դժոխք է փորձում տանել մեզ։ Տեր ողորմի և բացի մեր հասկացողության աչքերը, ապաշխարության շնորհ ու պարգև լցրու մեզ վրա։ Հիսուսի անունով եմ խնդրում։ Ամեն։ Հիմա եկեք վերադառնանք Թոմաս Ուոթսոնի «Ապաշխարության վարդապետությունը» գրքի ընթերցանության ու մեկնաբանության շարունակությանը։ Այսօր խոսելու ենք այն մասին, որ ապաշխարությունը անհրաժեշտ է բոլոր մեղքերի համար։ Աստվածաշնչյան ամենաերկար օրինակը մի ամբողջ գլուխ ենք Աստվածաշնչից կարդալու, հիմնականում վերաբերելու է այսօր հատկապես կռապաշտության, հեթանոսության մեղքին։ Մենք պետք է խորապես խոնարհվենք ու սգանք Տիրոջ առջև սկզբնական, նախնական, ադամական մեղքի համար։ Մենք կորցրել ենք մեր հոգու մաքուր և կատարյալ վիճակը, որը նախկինում ունեցել ենք։ Մեր բնույթը, մեր էությունը աղտոտված է, ապականված է, պղծված է, կոտրված է այս կոռուպցիայի պատճառով։ Նախ եկեք հասկանանք աստվածաշնչյան իմաստը կոռուպցիա բառի։ Աստվածաշնչյան համատեքստում կոռուպցիան ոչ միայն կաշառակերությունն է, բայց ավելի շատ վերաբերում է բարոյական քայքայմանը և հոգևոր դեգրադացիային, հետաճին, հետընթացին, որը առաջանում է մեղքից և Աստծո պատվիրաններին անհնազանդությունից, և դա իր մեջ ներառում է Աստծո հանդեպ ըմբոստության, Աստծո հանդեպ հակառակության, ապստամբության, ամբարշտության և ներքին և արտաքին դրսևորումները։ Մի քիչ ավելի մանրամասն սա բացատրենք։ Բարոյական անկում։ Աստվածաշունչն օգտագործում է կոռուպցիա բառը նկարագրելու բարոյական անմաքրության վիճակը մարդու և բարի սկզբունքների այլասեռումը, լինի դա անհատների, հասարակությունների կամ համակարգերի մեջ։ Այսինքն Աստված մեզ տվեց բարի, բարոյական համակարգ, իսկ մենք մեղքի պատճառով այն անբարո ենք դարձրել։ Հոգևոր դեգրադացիա։ Այստեղ կոռուպցիան դիտվում է որպես մեղքի հետևանք, որը հանգեցնում է Աստծո չափանիշներից և Աստծո արդարությունից, Աստծո սրբությունից շեղվելը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է մտքերի, ցանկությունների, երևակայությունների, գործողությունների, որոնք հակասում են Աստծո կամքին և գարշելի են նրա աչքում։ Իսկ որոնք են դրանց ներքին և արտաքին դրսևորումները։
Այս կոռուպցիան վերաբերում է ոչ միայն արտաքին գործողություններին, այլ նաև մեր սրտի և մտքի վիճակին, որն արտացոլում է մեր անարատության պակասը և մեր հակվածությունը դեպի չարն ու չարիքը։ Դրա համար Հիսուսն ասեց, եթե սրտումդ մեկի մասին վատ ես մտածել, եթե սրտումդ մի կնոջ հետևից տրփանքով ես նայում, դու արդեն մեղք ես գործում։ Որտեվ մեղքը միայն այն չէ, որ դանակը վերցնես մեկին սպանես, մեկին բարձրաձայն հայհոյես, դու սրտումդ կարող ես մեկին հայհոյել, որովհետև մեղքի կոռուպցիան մեր սիրտն է ապականել, մեր ողջ էությունը։ Հիմա բերենք օրինակներ Աստվածաշնչից։ Ծննդոց 6:11-ից 13-ում կարդում ենք. Երկիրը ապականվեց Աստծու առաջ, երկիրը լցվեց անօրենությամբ, բայց չէ որ երկիրը մարդկանցով է, ուրեմն ամեն մեկս ենք լցվել անօրենությամբ։ Աստված տեսավ, որ երկիրը ապականված է, որովհետև ամեն մարմին երկրի վրա ապականել էր իր ճանապարհը։ Աստված ասաց Նոյին. բոլոր մարդկանց վերջը եկել է իմ առաջ, որովհետև երկիրը նրանց պատճառով անիրավությամբ է լցված, ահա ես նրանց կոչնչացնեմ երկրի հետ միասին։ Այսինքն, ինչ որ մենք անում ենք, ազդեցություն է ունենում ոչ միայն մեր վրա, մեր շրջապատի մարդկանց վրա, մեր սերունդների վրա, այլև ամբողջ արարչության վրա, և բնության, և կենդանական աշխարհի։ Սաղմոս 14:1-3 ասում է. Հիմարն իր սրտում ասում է, Աստված չկա, նրանք կոռումպացված են, նրանց գործերը ստոր են։ Մեկ այլ թարգմանության մեջ ասվում է, անձգամը իր սրտում ասաց, Աստված չկա, նրանք ապականվեցին և գարշելի եղան իրենց գործերով, ոչ մեկը չկա, որ բարի գործ անի։ Եզեկիել 9:9 խոսքում էլ ասվում է. և ինձ ասաց. Իսրայելի և Հուդայի տան անօրենությունը շատ ու շատ մեծ է, և երկիրը լցվել է արյունահեղությամբ, քաղաքը լիքն է անիրավությամբ, որովհետև ասում են, թե Տերը լքել է երկիրը, Տերը չի տեսնում։ Ուրեմն տեսնում ենք, որ այս բնօրինակ, սկզբնական, նախնական մեղքը թույնի պես լցվել է ու տարածվել է մեր ողջ էության մեջ, ամեն ազգի, ամեն մարդու, ամեն երկրի մեջ և ամբողջ արարչության մեջ, ու ինչպես մոլախոտը, որը որտեղ էլ որ արմատավորվի ամբողջ տարածքն է գրավում, այդպես էլ մեղքը ապականել է այն ամեն բարիքը, որ Աստված ստեղծել էր, ներառյալ մարդում։ Չկա ավելի վատ բան, ավելի սարսափելի բան, քան բարոյապես քայքայված, հոգևոր դեգրադացիայի ենթարկված, կոռումպացված մարդկային էությունը։ Պետք է դառնորեն լաց լինել, ողբալ, սգալ ու ապաշխարել այս պարզունակ, բայց սարսափելի անկման ու քայքայվածության ու դեգրադացիայի համար, քանի որ մենք երբեք չենք ազատվում դրանից։ Դրա համար կոչվեց աշխարհի անկում, մարդկության անկում, երբ որ մեղքը մտավ մարդկության կյանք։ Այն նման է ստորգետնյա աղբյուրի մեղքը, որը շարունակում է բխել ու ջրհեղեղ առաջացնել, չնայած որ չի երևում։ Մենք կարող ենք ինքներս մեզ սպանել, բայց չենք կարող դադարեցնել մեղքի այս կործանարար ու քայքայիչ առաջընթացը մեր էությունից։ Դրա համար մենք յուրաքանչյուրս փրկիչի կարիք ունենք, և դրա համար Աստված իր որդուն կարգեց որպես այդ փրկիչը, որ ով ընդունի նրան, նրա մեղքերը կմաքրվեն, որովհետև Հիսուսն իր վրա է վերցրել ողջ մարդկության մեղքերը, բայց որպեսզի դա իրականություն դառնա մեր կյանքում, մենք պիտի ապաշխարենք այդ մեղքերի համար։
Այս բնածին արատավորությունը, այս բարոյական քայքայվածությունը, այս բնածին հոգևոր դեգրադացիան, մեր բնածին բարոյական այլասերվածությունը խանգարում եւ խոչընդոտում է մեզ հոգևոր բաներում, մեզ հեռացնում է Աստծուց։ Պատնեշ է, պարիսպ է մեր եւ Աստծո միջև։ Հռոմեացիներ 7-րդ գլխի 19-ում ասվում է այսպես. որովհետև անում եմ ոչ թե բարին, որ ուզում եմ, այլ անում եմ չարը, որ չեմ ուզում։ Դա մեր ներսի ի ծնե մեղավոր էությունն է, որ պատերազմում է մեր դեմ, որ պատերազմում է Աստծո կամքի դեմ, Աստծո խոսքի դեմ, Աստծո սրբության դեմ մեր մեջ, ու մղում մեզ չարիք գործելուն եւ Աստծու դեմ ապստամբելուն։ Բնօրինակ, նախնական, այս սկզբնական մեղքը, որ անվանում ենք ադամական մեղք, կարելի է համեմատել այն ծովային ձկների հետ, որոնք կպնում են հսկայական նավերին տակից, ու այնքան են ծանրացնում նավը, որ նավը կամ շատ դանդաղ է առաջ շարժվում, կամ էլ անգամ կարող է սուզվել։ Մեղքն էլ այսպես է անում մեր հավատացյալներիս հետ, այս ծանր քարերի պես կախվում է մեզանից, որպեսի մեր ընթացքը շատ դանդաղ լինի դեպի Աստված, որպեսի կատարյալ կերպով Աստծո գործերը չանենք, որովհետև ինչքան քիչ մենք Աստծո գործերը անենք, ինչքան թույլ ու տկար մենք լինենք, ինչքան հոգևոր այդ դանդաղաշարժության մեջ լինենք, այնքան հեշտությամբ չարը մեզ կհաղթի, ու էլի շատ մարդու կկարողանա դժոխք տանել։ Էլ չեմ ասում անհավատների համար պատկերացրեք մեղքը, ինչ կործանարար հետևանքներ է ունենում։ Մեղք ասվածը կպչում է մեզ, այն բանի նման է, կենդանի կա, որ կպնում է արյունը ծծում է, այ դրա նման, այն բռնում է մեզ, այն կապում է մեզ։ Երբ Պողոս առաքյալի ձեռքի վրա օձ բարձացավ, նա թափ տվեց օձին ու գցեց կրակի մեջ, բայց մենք այս կյանքում չենք կարող թոթափել այն ապականության օձին, այն քայքայվածության օձին, որով ծնվել ենք։ Մեղքը չի գալիս մի օրով հյուր, այլ երբ այն մտնում է մեր տուն, մեր կյանք, այն անկոչ հյուրի պես մնում է ու տանջում է մեզ, մի հատ էլ գնում է այլ մեղքերի է հրավիրում մեր կյանք։ Ու դու դառնում ես մեղքի ստրուկը, այլևս դու քո կյանքի տերը չես, այլ մեղքի ստրուկն ես։ Ու այս ամենը մեղքի պատճառով է, որտեղ մեր մեղավոր էությունը, որով ծնվել ենք, մեզ դրդում է դրան, ինչպես ասվում է Հռոմեացիների 7-րդ գլխի 17 խոսքում։ Ապա ուրեմն այն ոչ թե ես եմ անում, այլ իմ մեջ բնակվող մեղքը ապրում է մեր մեջ։ Դրա համար մենք պիտի պատերազմենք մեղքի դեմ ու մեղքի հետ ընկերություն չանենք, նրան արմատախիլ անենք մեր մեջից։ Քրիստոսը իր վրա է վերցրել մեր մեղքերը, այսինքն բանտի դուռը Քրիստոսը բացել է, բայց հաճախ մենք մտածում ենք այդ բանտը դեռ փակ է ու մենք ինքներս մեզ բանտարկում ենք մեղքի բանտում, որովհետև ընկերություն ենք անում մեղքի հետ։ Մեղքին չենք ճանաչում որպես չարիք, մահ, կործանում բերող մի բան, այլ հաճելի բան ենք մեղքը համարում եւ այդպես մնում ենք մի բանտում, որտեղ դռները բաց են, որ մենք դուրս գանք։ Ուրեմն մենք պիտի բռնենք Քրիստոսի ձեռքը ու ասենք օգնի, որ արմատախիլ անենք ու դուրս գանք այդ բանտից։ Մենք մեղքի հետ ընկերություն չպիտի անենք։ Մեղքը մեր ընկերը չի, ինչքան էլ այն մեզ հաճելի է թվում։ Նա մեր մահացու թշնամին է, ու նրա նպատակը մեր կործանումն է։ Եթե այդքան սարսափելի չլիներ մեղքը, Աստված իր որդու ուսերի վրա չէր դնի ամբողջ մարդկության մեղքը, եւ մեղքերի համար էլ Հիսուս Քրիստոսը խաչը չէր բարձրացվի։ Մենք նման ենք մեկին, ում արյունը վարակված է, ով սեպսիս ունի, մահացու է արդեն, ու նա գնում է ինչ-որ հանգստյան վայր, կանաչ մի տեղ, կամ ծովափ, ու մտածում է, որ գեղեցիկ վայրում լինի, վայրը փոխելով կփրկվի, բայց միևնույնն է, մահացու վարակը իր երակներում է, իր արյան մեջ է ու վաղ թե ուշ սպանելու է իրեն։ Մեղքի
վարակը, մեղքի հիվանդությունը մեր մեջ է։ Բացի դրանից, բնօրինակ, նախնական, այդ սկզբնական մեղքը անսպառ է։ Եթե մտածում ես, դե լավ, այս մի մեղքը գործեմ, հավեսս հանեմ ու վերջ, վաղը էլ չեմ անի, սխալվում ես։ Վաղը ավելի մեծ մեղք ես գործելու։ Մեղքի ամբարը վերջ չունի, այն վարակիչ է, դրա համար այն սարսափելի է։ Որքան շատ ենք մենք մեղք գործում, այնքան մեղքը մեր մեջ ավելանում է, չի սպառվում, չի վերջանում։ Եվ կա մեկ այլ բան, որ պիտի կոտրի մեր հավատացյալների սրտերը ու լցնի մեզ վշտով եւ ամեն մեկինը։ Այն է, որ սկզբնական մեղքը խառնվում է այն սովորությունների հետ, այն բաների հետ, որ կա մեր մեջ Աստծո շնորհով։ Ինչի նկատի ունեմ։ Մեղքի պատճառով է, որ մենք հաճախ ձանձրանում ենք այն ամենից, որ կապված են Աստծո թագավորության ու հավատքի հետ։ Ձանձրանում ենք Աստվածաշունչ կարդալուց, ձանձրանում ենք աղոթելուց, ձանձրանում ենք Աստծուն շնորհակալություն ասելուց, փառաբանելուց, ձանձրանում ենք եկեղեցի գնալուց, ձանձրանում ենք քարոզ լսելուց, ձանձրանում ենք սրբությունից։ Ինչու մեր հավատքը ավելի ուժեղ չէ, որովհետև մեր հավատքը խցանված է մարդկային հիմարությամբ ու մեղքով։ Ինչու Աստծո հանդեպ մեր սերը կրակի պես չի այրվում մեր սրտերում, որովհետև Աստծո հանդեպ մեր սիրուն խանգարում է մեր մարմնական ցանկությունները, աշխարհիկ ցանկությունները, ցանկասիրությունը, այլասերվածությունը, տրփանքը։ Բնօրինակ մեղքը միախառնվում է մեր շնորհների հետ։ Ինչպես հիվանդ թոքերը առաջացնում են ասթմա կամ շնչահեղձություն, այնպես էլ մեր շնորհները հիմա շատ թույլ են գործում, քանի որ սկզբնական մեղքը վարակել է մեր սրտերը, մեր ողջ էությունը ու նաև մեր միտքը, մեր երևակայությունը։ Դրա համար մենք պետք է ապաշխարենք բնօրինակ մեղքի համար։ Մասնավորապես ողբանք մեր կամքի ու մեր սիրո ապականության համար։ Մենք պետք է ողբանք մեր կամքի ապականության համար, որտեղ մեր կամքը գերի է հիմա սատանային ու մեղքին։ Երբ մեր կամքը չի հետևում ճիշտ աստվածային բանականության պատվիրաններին, կամքը կողմնակալ է դեպի չարը։ Այսինքն, եթե մենք մեր կամքը չենք հնազանդեցնում Աստծուն, Աստծու խոսքին, Աստծու կամքին, մեր կամքը միշտ ձգտելու է չարիք գործել, որտեղ մեր կամքը ապականված է։ Աստված մեզ ազատ կամք է տվել, բայց նպատակը այն չի եղել, որ այն ազատ մնա։ Հիշենք, որ մենք ապականված էություն ունենք ու ապականված էության կամքն էլ չարիք կգործի, եթե այն չհնազանդեցվի մեկին, չծառայի որևէ մեկին, ով կարող է ազատագրել ու բժշկել այդ կամքը։ Այդ մեկը Աստված է Հիսուս Քրիստոսի միջոցով։ Դրա համար, որպես քրիստոնյա, մենք մեր կամքը պիտի հնազանդեցնենք ամբողջովին, լիովին Հիսուս Քրիստոսին, ամենայն հոժարությամբ եւ ընդունենք Հիսուսի իշխանությունը մեր կյանքի վրա եւ մեր կյանքի բոլոր ոլորտների վրա։ Աստծո կամքը, ոչ թե իմ կամքը, Աստծո կամքը, ոչ թե քո կամքը։ Մարդկային կամքը չի սիրում Աստծուն, մարդկային կամքը չի սիրում Աստծու կամքը, որտեղ Աստված սուրբ է, իսկ մեր կամքը բարոյապես ու հոգեպես քայքայված է։ Մեր կամքը ապստամբորեն վիրավորում է Աստծուն, անարգում է Աստծուն, մերժում է Աստծուն, հակադրվում ու հակաճառվում է Աստծուն։ Մեր կամքը ընտրում է իր ճանապարհը, իր ուզածը, քան թե Աստծունը։ Եվ հիմա ուզում եմ կարդալ այս երկար հատվածը Հին Կտակարանից, երբ Աստված խոսում է մարգարեի բերանով Իսրայելի ժողովրդի հետ, ու ինչպես են նրանք մերժում Աստծուն, եւ ընտրում են կռապաշտությունը, ընտրում են հեթանոս չաստվածներին, իրենց ուզածը անելու համար։ Ինչի համար։ Ստամոքսները լիքը լինելու համար։ Եվ այս ամենը Աստված գրել է տվել,
ու փոխանցել մեզ, որ մենք խելք հավաքենք, զգուշանանք ու նման կերպ չվարվենք։ Որովհետև եթե դուք կարծում եք, թե մեր երկրում նման բաներ չի լինում, դուք սխալվում եք, թե ինչպիսի հեթանոսական կախարդություններ ու ծեսեր են արվում, զարմացած կմնաք, եւ հետո մենք զարմանում ենք, որ մեր երկրի վրա այսքան չարիք, պատերազմ, մահ ու հիվանդություն կա։ Եվ մենք ամեն մեկս ինչ որ չափով թաթախված ենք այս ամենի մեջ։ Հենց մեր մարդկային անտարբերությամբ։ Երեմիա 44 գլուխ 1-ից 30 խոսքերը։ Խոսքը, որ հասավ Երեմիային, մարգարեին, այն բոլոր հրեաների մասին, որոնք բնակվում էին Եգիպտոսի երկրում, որոնք բնակվում էին Մագդողում, Տապնասում, Սեմփիսում, Պաթուրեսի երկրում։ Այսպես է ասում զորությունների Տերը, Իսրայելի Աստվածը։ Դուք տեսաք այն ամեն չարիքը, որ ես բերեցի Երուսաղեմի և Հուդայի բոլոր քաղաքների վրա, և նրանք այսօր ահա ամայի են, և նրանցում բնակվող չկա, այն չարության պատճառով, որ արեցին ինձ զայրացնելով, խունկ ծխելու գնալով և ծառայելով ուրիշ աստվածների, այսինքն այս չաստվածներին, որոնց չէին ճանաչում ոչ իրենք, ոչ դուք, ոչ ձեր հայրերը։ Սակայն ես կրկին ու կրկին ձեզ մոտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին, մարգարեներին, ասելով՝ մի արեք այդ պիղծ բանը, որը ես ատում եմ։ Բայց նրանք չլսեցին և ականջ չդրեցին, որ հետ դառնային իրենց չարությունից, որ ուրիշ աստվածների կամ չաստվածների խունկ չծխեին։ Ուստի իմ զայրույթն ու իմ բարկությունը թափվեցին ու բորբոքվեցին Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում, և նրանք ավերակ ու ամայի դարձան, ինչպես որ այսօր է։ Եվ հիմա այսպես է ասում Տերը, զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը. դուք ինչու եք մեծ չարիք անում ձեր իսկ հոգիների դեմ, որ Հուդայի միջից բնաջնջեք մարդուն ու կնոջը, երեխային ու ծծկերին, որ ձեզ համար մնացորդ չմնա։ Այսինքն ինչի եք իմ զայրույթը Աստված ասում է բորբոքում, որ ես բնաջինջ անեմ մեծից մինչև փոքր։ Ինչու եք ինձ բարկության գրգռում ձեր ձեռքի գործերով, ուրիշ այդ չաստվածներին խունկ ծխելով, Եգիպտոսի երկրում, ուր եկել եք պանդխտանալու, որ ձեզ բնաջինջ անեք և նզովքի առարկա ու նախատիկ դառնաք երկրի բոլոր ազգերի մեջ։ Միթե մոռացել եք ձեր հայրերի չարությունները, Հուդայի թագավորների չարությունները և նրանց կանանց չարությունները, ձեր չարությունները և ձեր կանանց չարությունները, որ արել են Հուդայի երկրում և Երուսաղեմի փողոցներում։ Մինչև այսօր նրանք չզղջացին և չվախեցան ու չընթացան իմ օրենքով ու կանոններով, որոնք ես դրել եմ ձեր առաջ և ձեր հայրերի առաջ։ Սրա համար այսպես է ասում զորությունների Տերը, Իսրայելի Աստվածը. ահա ես իմ դեմքը ձեր դեմ կուղղեմ չարիքի և ամբողջ Հուդան բնաջինջ անելու համար։ Եվ պիտի վերցնեմ Հուդայի մնացորդին, որոնք իրենց երեսն ուղղել են Եգիպտոս գնալու, որ այնտեղ պանդխտանան։ Ամենքը պիտի սպառվեն Եգիպտոսի երկրում, սրով ու սովով պիտի ոչնչանան, փոքրից մինչև մեծը սրից ու սովից պիտի մեռնեն, և նրանք անեծք, ամայություն, նզովք ու նախատինք պիտի լինեն։ Եվ պիտի պատժեմ Եգիպտոսի երկրում բնակվողներին, ինչպես որ Երուսաղեմին եմ պատժել, սրով, սովով և ժանդախտով։ Եվ Հուդայի մնացորդից, որոնք եկել են պանդխտանալու Եգիպտոսի երկրում, ազատվող ու վերապրող չպիտի լինի, որպեսզի վերադառնան Հուդայի երկիրը, ուր նրանք փափագում են վերադառնալ, որ այնտեղ բնակվեն, որովհետև ոչ ոք հետ չի դառնա, բացի փախածներից։ Եվ այն բոլոր մարդիկ, որոնք գիտեին, որ իրենց կանայք խունկ էին ծխում այս ուրիշ չաստվածներին, և բոլոր ներկա եղող կանայք մի մեծ բազմություն և ամբողջ ժողովուրդը, որ բնակվում էր Պաթուրեսում, Եգիպտոսի երկրում, պատասխանեցին Երեմիային ասելով.
Այն խոսքը, որ դու ասացիր մեզ Տիրոջ անունից, մենք չենք լսում, այլ անպատճառ մեր բերանից դուրս եկած ամեն մի խոսքն են գործադրելու, երկնքի թագուհուն խունկ ծխելով և նրան թափելու նվերներ մատուցելով, ինչպես որ Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում արել ենք մենք և մեր հայրերը, մեր թագավորներն ու իշխանները, հացով կուշտ էինք ու հաջողակ էինք, չարիք չտեսանք։ Բայց այն ժամանակից, երբ դադարեցինք երկնքի թագուհուն խունկ ծխելուց և նրան թափելու նվերներ մատուցելուց, ամեն բանի կարոտ եղանք և սրից ու սովից սպառվեցինք։ Իսկ երբ երկնքի թագուհուն խունկ էինք ծխում և նրան թափելու նվերներ մատուցում, միթե առանց մեր ամուսինների իմացությամբ էինք նրա համար բլիթներ պատրաստում նրա պատկերով և նրան թափելու նվերներ մատուցում։ Երեմիան պատասխանեց ամբողջ ժողովրդին, տղամարդկանց ու կանանց, և ամբողջ ժողովրդին, որ իրեն պատասխան էր տվել, և ասաց. Չէ՞ որ այն խունկը, որ Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում ծխում էիք դուք, և ձեր հայրերը, ձեր թագավորները ու իշխանները, և երկրի ժողովուրդը, Տերը հիշել է, և նրա միտքը բարձրացավ։ Տերն այլևս չկարողացավ հանդուրժել ձեր արարքների չարության այն պիղծ բաները, որ կատարել եք դուք։ Ուստի ձեր երկիրը դարձել է ամայի, ավերակ, անեծքի ու նզովքի առարկա, առանց բնակչի, ինչպես որ այսօր է։ Որովհետև դուք խունկ ծխեցիք և մեղք գործեցիք Տիրոջ դեմ ու չլսեցիք Տիրոջ ձայնը, չընթացաք նրա օրենքով, կանոններով ու վկայություններով։ Դրա համար ձեզ է պատահել այդ չարիքը, ինչպես որ այսօր է։ Եվ Երեմիան ասաց ամբողջ ժողովրդին և բոլոր կանանց. Լսեք Տիրոջ խոսքը, ով Եգիպտոսի երկրում եղող ողջ Հուդա, այսպես է ասում Զորությունների Տերը, Իսրայելի Աստվածը. Դուք և ձեր կանայք ձեր բերանով խոսեցիք և ձեր ձեռքով կատարեցիք ասելով. անպատճառ պետք է կատարենք մեր ուխտերը, որ ուխտել ենք երկնքի թագուհուն խունկ ծխելու և նրան թափելու նվերներ մատուցելու համար։ Ուրեմն հաստատեք ձեր ուխտերը և կատարեք ձեր ուխտերը։ Դրա համար լսեք Տիրոջ խոսքը, ով Եգիպտոսի երկրում բնակվող ողջ Հուդա, ահա ես երդվում եմ իմ մեծ անունով, ասում է Տերը, որ իմ անունը ամբողջ Եգիպտոսի երկրում չպիտի կանչվի ոչ մի հուդայեցու բերանից, ասելով Տեր Աստված կենդանի է։ Ահա ես հսկում եմ նրանց վրա չարիքի և ոչ թե բարիքի համար, և բոլոր հուդայեցիները, որոնք Եգիպտոսի երկրում են, պիտի ոչնչանան սրով ու սովով, մինչև որ վերջանան։ Իսկ սրից ազատվածները, որ Եգիպտոսի երկրից կվերադառնան Հուդայի երկիրը, սակավաթիվ մարդիկ կլինեն։ Եվ Հուդայի մնացորդները, որոնք մտել են Եգիպտոսի երկիրը, այնտեղ պանդխտանալու, պիտի իմանան, թե ում խոսքը պիտի հաստատվի, իմը, թե իրենցը։ Եվ սա թող ձեզ համար նշան լինի, ասում է Տերը, որ ես ձեզ պիտի պատժեմ այս վայրում, որպեսզի իմանաք, որ իմ խոսքը անպատճառ պիտի հաստատվեն ձեր վրա ի չարիք։ Այսպես է ասում Տերը. ահա ես Եգիպտոսի վափառ փարավոն թագավորին պիտի մատնեմ իր թշնամիների ձեռքը և նրա կյանքը փնտրողների ձեռքը, ինչպես որ Հուդայի Սեդեկիա թագավորին մատնեցի իր կյանքը փնտրող թշնամու Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքը։ Այսքանը հատվածը սա էր։ Հիմա արագ մի բան բացատրեմ։ Այս ամենը կռապաշտության մասին է, ու երկնքի թագուհին դա մի չաստվածուհի է, որը տարբեր երկրներում տարբեր անուններ ունի, Հայաստանում այսպես կոչված Անահիտն է, մեկ այլ տեղում Իշտարը, մեկ այլ տեղում Վեներան, և մեզ խաբում են, երբ որ ասում են Մարիամ Աստվածածինը երկնքի թագուհին է, Աստվածաշունչը Մարիամին նման պատկեր չի տվել ու նման տիտղոս չի տվել, նա Աստվածամայրն է, բայց ոչ երկնքի թագուհին։ Ու երբ որ դուք Մարիամի նկարի առաջ նստած աղոթք եք անում, մտածելով, որ նա երկնքի թագուհին է, դուք աղոթում եք այս չաստվածներին և ձեր վրա անեծք եք բերում։ Մի արեք նման բան, հարգեք Մարիամին որպես Աստվածամայր, բայց նրա առաջ չպիտի աղոթեք, նրա նկարները ամեն տեղ որպես երկրպագության առարկա չպիտի դնեք, պիտի երկրպագվի միայն Հայրը,
Որդին Հիսուս Քրիստոսը եւ Սուրբ Հոգին։ Երբ որ մենք մեր տներում տեսնում եք, ասում է Եգիպտոսի փարավոնին հանձնելու եմ իր թշնամիներին, որտեղ Եգիպտոսի չաստվածներին էին նրանք երկրպագում։ Եվ Եգիպտոսի չաստվածների մեջ մտնում էին նաև Եգիպտոսի փարավոնները, որտեղ նրանք իրենց աստվածներ էին հռչակել եւ նրանց ժողովուրդը երկրպագում էր։ Ու եթե ձեր տներում եգիպտական պատկերներ կան, ու եթե ձեր վզերից եգիպտական փարավոնների, ոնց որ Ռամզեսի այդ կուլոններն եք կախում, նրանց պատկերներով կոֆեի բաժակներ ա ձեր տանը, գիտակցում եք թե չէ, դուք երկրպագում ու մեծարում եք չաստվածների, որոնց Աստված ասեց դրանց պատճառով չարիք ա գալու։ Լսեք բարի խորհուրդը, թափեք ձեր փեշից, դրանց թանկարժեքությանը մի նայեք, արդյոք ձեր կյանքը քիչ ավելի կարևոր է, ձեր հարաբերությունը Աստծո հետ, ձեր սերը Աստծո հանդեպ, քան այդ ամենը։ Դուրս արեք ձեր տներից, ոսկին հալեք, փոշիացրեք, թափեք, այդ աման չամանը ջարդեք, այդ պատկերները վառեք, փրկեք ձեր կյանքը, լսեք Աստծո խորհուրդը, քառականջ մի եղեք։ Այսքանը այսօր, այստեղ կանգ ենք առնում, իսկ վաղը կխոսենք նաև մեր սիրո թուլացման համար և հետո կշարունակենք։ Աստված օրհնի ձեզ։ Հիսուսը միշտ ասում է, ականջ ունեցողը թող լսի, ականջ ունեցեք, լսեք, ազատվեք չարիքից, տեսեք ինչ է կատարվում մեր երկրում։ Մեր երկիրը ամեն ինչ անում է հեթանոսությանը վերադառնալու համար։ Անահիտ թաքուհի են պաշտում, արծվիկ են պաշտում, աստղիկ են պաշտում, չգիտեմ, Վահագն չաստված են պաշտում, ինչ կախարդություն ասես չեն անում։ Քանի հայ ամեն օր թուղթ ու գիրանողի մոտ ա վազում, գուշակություն անողի մոտ ա վազում, կոֆեի բաժակ ա նայում, չգիտեմ ինչ որ կարմիր թելեր են կապում, բայց բերաններս չենք բացում, որ աղոթք անենք, ներում խնդրենք ու ապաշխարենք։ Թող Աստված ողորմի մեզ։ Ամեն։